Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Պատարագի ավարտին կկատարվի մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Այդ օրը եւս մեկ անգամ անդրադառնում ենք ավետման Սուրբ գրային պատմությանը, որի համաձայն Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլեայի Նազարեթ քաղաք եւ Հովսեփի նշանածին Մարիամին ավետում, որ կհղիանա Սուրբ Հոգուց եւ Հիսուս անունով որդի կունենա, որը բարձրալի որդի կկոչվի, կժառանգի Դավթի գահը եւ նրա թագավորությունը հավիտենական կլինի։ Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պես լինի ինձ, հրեշտակի ավետիսին պատասխանում է Մարիամը։ Ընդհանրական եկեղեցին փառաբանում է Տիրամորը անսահման խոնարհության, աստվածպաշտության եւ աստվածային կամքին հնազանդ լինելու համար։ Նա համարվում է ընտրյալանոթ, որի միջոցով բացվեց մարդկության փրկության ճանապարհը։ Մեր եկեղեցին Աստվածամորը վեր է դասում անգամ հրեշտակներից ու հրեշտակապետերից, նրան համարելով ամենասրբուհի։ Մարիամ Աստվածածնի մեջ բյուրեղացած է առհասարակ կնոջ առաքինի կերպարը։ Քրիստոսի ծննդյան ավետումով տրվեց մարդկության փրկության ավետիսը։ Աստվածորդին պետք է աշխարհ գար, որպեսզի հավիտենական կյանքի ճանապարհը բացեր մարդկության համար։ Մարդացմամբ Փրկիչը մարդու հետ պիտի կիսեր մարդկային ցավերն ու տկարությունները։ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, ասել է ընդհանրական եկեղեցու հայրապետ Սուրբ Աթանաս մեծը։ Ավետման տոնին կբացվեն խորանի փակ վարակույրները, որոնք փակվում են մեծ պահքի ընթացքում, եւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, կտրվի հաղորդություն։ Հավատացյալներն Աստվածամոր բարեխոսությունը կխնդրեն իրենց աղոթքներով։ Պատարագի ավարտին կընթերցվի Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եւ աղոթքը, որով նորին սրբությունը օրհնված եւ խաղաղ կյանք է խնդրում մայրության շնորհ ստացած կանանց համար։ Սուրբ Աստվածածնի ավետումը, որը Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է ամեն տարի ապրիլի 7-ին, Տիրամորը նվիրված 8 տոներից մեկն է։